Հարգելի հաստատիտողներ, այսօր մեր զրուցակիցը Հայաքվե քաղաքական խորհրդի անդամ, անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն է։ Շնորհակալ եմ, պարոն Մանվելյան, հրավեր համար։ Պարոն Մանվելյան, Հայաստանը եւ Միացյալ Նահանգները Վենսիայից հետո այստեղ ավելի պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ Միացյալ Նահանգները պետք է մոդուլային ռեակտորներ տրամադրի Հայաստանին, դրա շրջանակներում 9 միլիարդ հետ ծրագիրը արժանալու։ Այդ օրինակ փորձագետները ասում են, որ Միացյալ Նահանգները որպես այդպեսին չունի փորձ մոդուլային ատոմակայանի եւ սա ավելի շատ վերածվելու է ոնց որ փորձադաշտի նման այսպեսի մի գործընթաց է տեղի ունենալու։ Սրա վերաբերյալ Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, անկախությանը ինչ վտանգ կամ գուցե ընդհակառակը ավելի նպաստի սա ամրացման ինչ կարող եք ասել։ Նայեք, նախ 9 միլիարդի մասին, իրականության մեջ 9 միլիարդ մենք պետք է իրենց վճարենք, որ պետ բյուջեից, այո։ Հա, պետ բյուջեում տենց գումարներ չկան, ցավոք սրտի Հայաստանի, բայց այդ որտեղ շատերը փորձում են ներկայացնել միգուցե դա 9 միլիարդի ներդրում, ոչ, 9 միլիարդ մեր ինքը պետք է վճարենք, 5 միլիարդ ռեակտորի կառուցման համար, 4 միլիարդը իր սպասարկման եւ վառելիքի համար։ Պայմանագիրը հետեւյալ կերպ է։ Նայեք, հիմա ինչ վերաբերում է մոդուլային կայաններին, սա բավականին նոր ուղղություն է միջուկային էներգետիկայի զարգացման մեջ եւ այդ մոդուլային կայանները հատկապես շահագրգռված են նման տեխնոլոգիաների զարգացման մեծ պետությունները։ Դա հենց Միացյալ Նահանգներն է, Ռուսաստանն է, Չինաստանը կամ մեծ բնակություն ունեցող պետությունները, ինչպիսին Հնդկաստանը, Պակիստանը եւ այլն։ Ինչի համար, որտեղ իրանք շատ կոմպակտ համակարգեր են։ Դու կարող ես կառուցել 50 մեգավատանոց մի հատ տենց կայան, որը հեռավոր գյուղի կամ քաղաքի կամ բնակավայրերի մոտ, որը ապրում է 50,000 մոտապես բնակություն եւ ինքը ավտոնոմ սկսում է աշխատել։ Իսկ դու այլևս կարիք չունես Սիբիրի կամ չգիտեմ Ալյասկայի կամ Չինաստանի ինչ-որ հեռավոր վայրում երկար գծեր քաշես, հասցնես, որոնք անընդհատ փչանալու են, անընդհատ որոշակի մաշվածության են ենթարկելու։ Այդ դրա փոխարեն դու կառուցում ես նմանատիպ կայաններ, իրենք կարող են ունենալ հաշվարկած որոշակի արդյունավետություն։ Այս պայմանությամբ աշխարհում կա կառուցված երկու այդ տիպի կայան։ Մեկը չինականն է, կոչվում է ISP 100 մեգավատ հզորությամբ։ Եվ Ռուսաստանը ինք շատ հետաքրքիր բան է։ Իրանք դա կառուցել են նավի վրա։ Հյուսիսային օվկիանոսում սառուցյալ կա նավ, հիմա չեմ էլի ոնց է կոչվում անը, որի վրա կա 37 մեգավատ հզորությամբ նմանատիպ կայան։ Նավը գնում է, ասենք, Հյուսիսային օվկիանոսի հետ իրանց ափամերձ շրջանը, որից է գյուղի քաղաքի կպնում է, որը ունի, ասենք, էլեկտրաէներգիայի խնդիր, ինչ որ ճգնաժամ է առաջացել, եւ սկսում է իրեն մատակարարել այդ էլեկտրաէներգիան։ Սա փորձարարական համակարգով կառուցել են եւ անում են։ Ներկա պահին մի շարք երկրներ դրա մշակումներով են զբաղված, այդ թվում նաև Միացյալ Նահանգները, օրինակ Բառացիոնես վերջերս կարծում եմ, որ այն ընկերությունները, որոնք զբաղված են փոքր մոդուլային կայանների նախագծմամբ, իրանք իրենց գրասենյակները տեղափոխել են Միացյալ Նահանգների Այդահո նահանգը, որը ունի ավելի բարենպաստ օրենսդրական համակարգ այդ տեխնոլոգիաները զարգացնելու համար։ Կան նաև կառուցվող այս պահին մոտավորապես 4 կառուցվող տարբեր կայաններ։ Այսինքն այս գործընթացը որոշակի զարգացում ապրում է, բայց ինչպես նկատում եք, Հայաստանը այդ մեծ պետությունը չի, ոչ տարածքով, ոչ բնակչությամբ, որը կարիք ունի ինչ-որ հեռավոր մի հատ գյուղում քաղաքում կառուցել այդ մոդուլային կայանը, որ այդ գյուղին կսպասարկի։ Հայաստանը փոքր տարածքով կոմպակտ սանածորոյքել ավելի փոքրացե պետություն է, որը կարիք ունի շատ ավելի մեծ կայանի, որը կսպասարկի ամբողջ Հայաստանի տարածքը։ Ունենք, բայց ժամկետը սպառվում է։ Գործողը 400 մեգավատ է, հիմա իդեպ ասեմ 400 մեգավատանոց կայաններ չկան։ Չինացիները կառուցում են 600 մեգավատանոց, իսկ ոչ թե կառուցում են, այլ ունեն 600 մեգավատանոց, որի ժամանակին ես ինքս էլ եմ խորհուրդ տվել ու փորձել չինացիների լեզուքնել այդ 600 մեգավատանոցը Հայաստանում կառուցել։ Բայց կան նաև ռուսական 1200 մեգավատանոցները, որոնք տեխնոլոգիական իրենց մշակումներով շատ մոտ են մեր մեծամորի կայանին։ Դա էլ է կարևոր, որովհետև նայեք, նույն ամերիկացիները ամբողջ հարգանքով էլ է ամերիկյան կողմի նկատմամբ 4 միլիարդ է ցանկանում դրա սպասարկման համար, իսկ ատոմային կայանին այդ փոքր ռեակտորների մատակարարման համար, դա է 4 միլիարդ արժանալու։ Կարծեմ 5 միլիարդ բանն է, ինքը ատոմ ռեակտորն է, 4 միլիարդը սպասարկում է ուրանը,
հարստացած ուրանը, որով պետք է անեն։ Բայց սա էլ է թանկ, 4 միլիարդ վճարել սպասարկման եւ ուրանի համար շատ թանկ է։ Այն դեպքում, երբ որ եթե դու Հայաստանում կառուցում ես ռուսական տեխնոլոգիաներով ատոմակայաններ, իսկ այսօր համաշխարհային շուկայի ամենամեծ փայատերը հենց ռուսներն են, Ռոսատոմն է, որտեղից 30-40% այդ շուկայի իրենց վերահսկողության ներքո է։ Ապա դու ունես նաև մասնագետներ Հայաստանում, որոնք դա կսպասարկեն։ Պարոն Մավելյան, այսպեսի մի հարց։ Տարբերակ կա գործողատոմական, քանի որ սկզբում 36 թիվն են միջև նշում, հետո Նիկոլ Փաշինյանը նաև 46, այսինքն կարող ենք ասել, որ նաև երկարացնելու ժամկետ կա այս գործողատոմականի օգտագործումը։ Նայեք, ընդհանրապես ես չեմ կարող ասել, այս ատոմականը կարելի է եւս 10 տարով երկարացնել կյանքը, թե ոչ, որովհետեւ սա զուտ նեղ մասնագիտական հարց է, բայց համաշխարհային փորձից մենք գիտենք շատ երկրներ, որոնք այդ ճանապարհով գնացել են։ Օրինակ Բրիտանիայում կա 50-ական թվականների կառուցած ատոմակայան, որի կյանքը 10 տարով 4 թե 5 անգամ երկարացվել է։ Տեսականորեն սա էլ կարող են եւս 10 տարով երկարացնել, եթե լուծումներ չգտնեն։ Բայց Հայաստանը կարիք ունի նոր հզորության, նոր ռեակտորի, որը նաև կարելի է սպասարկել, սա էլ է շատ կարևոր։ Օրինակ ռուսները կառուցել են Բուշերի ատոմակայանը Իրանի Իսլամական Հանրապետությունում, որը մինչև հիմա իրանցիներ չունեն մասնագետներ, որոնք այն կսպասարկեն։ Ճիշտ է, իրանք հիմա պատրաստում են այդ մասնագետները, բայց դա 10 տարում չես պատրաստել այդ մասնագետին։ Նույնը Թուրքիայում հենց հիմա էլի ռուսները կառուցում են ատոմակայան, որի ամբողջ սպասարկումը ռուսական կողմի վրա, ռուսական անձնակազմի վրա է։ Այսինքն ռեակտոր ունենալը քիչ է։ Դու դեռ պետք է ունենաս սպասարկող անձնակազմ, մասնագետ, որի պատրաստումը դա տասնամյակների խնդիր է։ Կորցնել այսօրվա մասնագետներին զուտ քաղաքական կոնյունկտուրայի ձեռներով շատ վտանգավոր է։ Իսկ սա ավելի շատ այսպես էներգետիկ ինչ-որ ծրագիր է, թե նաև Ռուսաստանի դեմ ինչ-որ հերթական այսպես։ Ես սրա մեջ արժեք քաղաքական ինչ-որ ծրագիր եմ տեսնում, քան էներգետիկ, որտեղ նորից եմ կրկնում, ամերիկյան կողմը իրենք շատ տեխնոլոգիաներ ունեն, բայց վերջին տարիներից, քանի որ բավականին պասվացել են ատոմային կայանների կառուցման գործում եւ հիմնական շեշտադրում դրել են այսպես կոչված կանաչ էներգետիկային, սա բավականին խփել է նաեւ իրենց այս տեխնիկական եւ տեխնոլոգիական զարգացմանը, այս նեղ գծով էլի, ինչպիսին է միջուկային կայանները, որտեղ վերջին տարիներում իրենց տարածքում գոնե չեն կառուցում նմանատիպ կայաններ շատ, ինչը նախկինում իրանք անում էին մեծ թվով։ Սա բերել է որոշակի նաև որ հետ են ընկել զարգացման առումով Չինաստանից եւ Ռուսաստանից, որոնք այս պայն առաջատարներն են։ Պարոն Մավելյան, ես նաև ուզում եի մի հայտարարության վերաբերյալ խոսել։ Նիկոլ Փաշինյանը ինչ էր ասում էր, որ շատ երկրներ մեզ հետ հրաժարվում են այս համագործակցել երկաթգծերի, այդ երկաթուղիների կառուցման հետ կապված, քանի որ Հայաստանի երկաթգծերը Ռուսաստանի հավեսկողության ներքո է գտնվում եւ ասում էր, որ առաջարկում է կոնցեսիոն կառավարման իրավունքը վաճառել։ Նախ ինչպես է դա հնարավոր եւ ում նկատի ուներ, որ ասում էր, որ մեզ բարեկամ Ռուսաստանին բարեկամ ով է պատրաստ այդ վերահսկողությունը վերցնել։ Նայեք, սա նաև խոսում է իրականության մեջ այս հայտարարությունը պետք է sense հասկանալ, սա խոսում է այսօրվա քաղաքական ռեժիմի ձախողման մասին։ Երբ որ իրեն կառուցում են իշմեք այդ պայմանագրերը են ստորագրում, ասում են թրիփը շուտով կլինի, այսօր վաղը շուտով կգան մասնագետները կսկսեն, իրենք դա բացատրում են անում, որ Հայաստանը կդառնա միջազգային խաչմերուկ եւ այլն եւ այլն։ Դեռ այն ժամանակ շատ մասնագետներ այդ նաև ես ասում եմ, սա կեղծ պարադիգմա է։ Եթե նույնիսկ թրիփը կառուցեք, Հայաստանը չի դառնա միջազգային խաչմերուկ։ Զուտ են պատճառը, որ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան չեն համաձայնի դրան։ Ու թույլ չեն տա, որ դա Հայաստանը ինչ-որ խաչմերուկ դառնա։ Այո, Հայաստանի տարածքը իրանք կօգտագործեն զուտ իրենց նեղ քաղաքական կամ ասենց ասեմ պանթուրանական շահերի համար, բայց ոչ երբեք որպեսզի դա ներդրում բերի Հայաստան։ Այսօր այդ փաստը դարձել է իրականություն, եւ նույն Թուրքիան կառուցում է Կարսից դեպի Իգրիր եւ Իգրիրից դեպի Նախիջևան տանող ճանապարհ, այսինքն այն հույսը, որ իրանք կօգտագործեն Կարս, Գյումրի, Գյումրիից դեպի Նախիջևան գործող ռեալ էսպային եղած ճանապարհը, պարզվում է, որ սա իրենց այդ հաշվարկը եղել է սուտ եւ կեղծ, այսինքն իրենց ասենց ասեմ անալիտիկ շատ թույլ կամ հնարավորություն կամ այդ հնարավորությունների բացակայությունը վերել են այստեղ որոշակի քաղաքական սխալների մեր արտաքին քաղաքականության մեջ։ Եվ Թուրքիան եւ Ադրբեջանը հստակ կերպով ասում են, չեն բացելու իրանք ճանապարհներ։
սուտ եւ կեղծ են նմանատիպ այլ պնդումները։ Ով որ չի հավատում, կարող է վերցնի Ալիևի վերջին հարցազրույցը, որը ինքը տրվել է ֆրանսիական հեռուստաընկերության, որտեղ ասել է, որ իրանք Հայաստանը խաղաղության խաչմերուկ գաղափարը ինքը ծաղրանքով էր վերաբերվել, հա, ասել էր թրիփը մենք կառուցելու ենք, դա իրենց պայմանն է եւ թելադրել էր իրենց հետագա պայմանները, դա Սահմանադրության փոփոխությունը եւ այլն եւ այլն։ Գերիներին համատեց ֆաշիստների հետ։ Գերիներն էլ համատեց ֆաշիստների հետ, իրենց խայտարակ դատավորություն Նյուրնբերգյան դատավորության հետ։ Այսինքն մարդիկ հստակ հասկացնել են տալի, չի լինելու Հայաստանում ոչ մի լավ բան։ Իրանք դա թույլ չեն տալու։ Բայց մի կողմից էլ ասում էր, որ պայմանագիրը այո լինելու է, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն լինելու է։ Լինելու է, եթե Հայաստանը սահմանադրությունը փոխի, դա էլ հստակ ասեց։ Իրանք նույնիսկ չեն պահանջում փոխել, այդ փոխել բառն էլ կեղծիք, իրանք պահանջում են անկախության հռչակագիրը հանել սահմանադրությունից։ Դե հենց նշված էր, բառացի ասում էր անկախության հռչակագրի հետ։ Հետևաբար անկախության հռչակագրի հանումը, սա նաև մեր պատմությունից հրաժարվելու բան է, որ արդեն ոչ թե այն, չգիտեմ, հարամյա պատմությունից, այլ ընդամենը 30-35 տարվա պատմությունից։ Սա Հայաստանի ստորացման, նվաստացման ճանապարհներից մեկն է, ու ես համոզված եմ իրենք դրա վրա կանգ չեն առնելու, նորանոր պահանջներ են դնելու այդ այսպես կոչված այդ կեղծ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Պարոն Մամվելյան, ու քանի որ Հայաքվեն եւս արդեն հայտ է ներկայացրել այս քննադատությունների մասնակցելու, այսպես քիչ թե շատ կարծես դաշտը քաղաքական պարզաջրվում է, հա, ովքեր են մասնակցելու ինչ ֆորմատով։ Նայեք, իշխող ուժը արդեն տևական ժամանակ է, ինչ այսպես Քարոզ Արշավը կարծես մեկնարկել է, հա, այլ երիտասարդների հետ հանդիպում այնտեղ նվագել վարչապետը, հիմա իրենց ներսում կուսակցական ընտրություններ են անցկացնում, ասում են, տեսեք, մենք այն միակ կուսակցություն ենք, ովքեր այնքան թափանցիկ ժողովրդավար են, որ իրենց կուսակցության ներսում ընտրություններ են անցկացնում, որպեսզի ցուցակը ձևավորի, թոշակն են բարձրացնում, ինչպես այսօր Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում հայտարարեց ապրիլի 1-ից։ Տեսեք, իշխանությունը հստակ պատրաստում է, ծրագիրը ներկայացնում է, լավ թե վատ, այսպես հանրության ականջը շոյող քայլեր է անում, աչքը շոյող։ Իդեպ դա անում է պետության հաշվին, բյուջեի հաշվին, խախտելով գործող սահմանադրությունը բոլոր կանոնները, որոնք արգելում են պետական բյուջեյով, պետական ռեսուրսներով ընտրապայքար տանել, իսկ իրանք դա անում են։ Ու այսօրվա իր հայտարարությունը թոշակների բարձրացման մասին, դա ուղղակի խայտարակություն է, իսկ մարդը առավոտյան զարթնել է, լայվ է մտել, որոշել է, որ պետք է թոշակ բարձրացնի։ Այսինքն այս տպավորությունը, որ Հայաստանի պետական բյուջեն իր անձնական գրպանի բյուջեն է, կուզենա կբարձրացնի, կուզենա չի բարձրացնի։ Մի քանի ամիս առաջ բարձրացին, մի քանի ամիս էլ չէ։ 10000 դրամի ինչ։ Ասում են 10000 դրամը բարձրացնեն, որ ինչ անեն, իրանք չեն կարող դա ծախսեն։ Հիմա քանի որ նախընտրական շրջանում են գտնվում, որոշել են կաշառք բաժանել 10000 դրամի չափով։ Սա վերաբերում ենք ոնց որ բենզին էին բերում 10 եւ էժան բենզինով փորձում են ընտրակաշառք բաժանել, հիմա պետական բյուջեի հաշվին այլ ընտրակաշառք բարձրացնելու փորձ է։ Իդեպ ասեմ, Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը, որը բավական մեծ որ նաև սոցիալական ծրագրեր է իրականացում եւ պահանջներ դնում, առաքյուրեն 6 ամիս առաջ սկսել է մի գործընթաց, որն է պահանջում ենք 50%-ով բարձրացնել կենսաթոշակը։ Ինչի համար, որովհետեւ շատ պարզ է, որ այս մարդիկ գալով իշխանության եւ ահռելի գումարներ կուտակելով իրենց անձնականի համար, դառնալով քաղաքական օլիգարխներ, իսկ եկեք այդ փաստն էլ շեշտենք, որ քաղաքական օլիգարխներ են դառը եւ նստած պետական բյուջեի վրա, որը օգտագործում են ինչպես ցանկանում են, մինչև հիմա չեն արել ոչ մի բան թոշակառուների կյանքը թեթևացնելու համար։ Չանց անդադ պնդում են, որ տնտեսական աճ կա 12%, 10%, 8%, բայց թոշակների բարձրացումը մերժում էին ամեն տեսակի, չգիտեմ, այդ նույն թոշակառուներին ստորացնելով, հայտարարելով, որ իրենք չգիտեն 10000 ինչ պիտի ոնց պիտի ծախսեն, կամ է խորհուրդ տալով, որ 70 տարիքը ինչա, որ սկսեք բիզնեսով զբաղվել։ Հիմա քանի որ հասկացել են, որ չի ստացվում իրանց մոտ իրանց ձայները եւ ռեյտինգները բավարար չի իշխանությունը պահելու համար, իրանք գնում են պետական բյուջեն մսխելու ճանապարհով։ Իդեպ ասեմ, մենք կարծում ենք, որ
իրականության մեջ 50%-ով կարելի է բարձրացնել թոշակը։ Պարոն Մավելյան, այլ սրա հետ կապված ունեք նայեք ընդդիմադիրները, այսպես ասում են, հա, այսքանով բարձրացնենք աշխատավարձները, թոշակները, բայց մի կողմից էլ տպավորություն է ստեղծում, որ սրանք ընդհանրապես այսպես ականջահաճո հայտարարություններ են, կան հստակ մեխանիզմներ, օրինակ քայլերով, թե ինչպես է, ասում են մեկ աշխատավարձ վարչապետը չի ստանալու, ասում են թոշակ ենք բարձրացնելու աշխատավարձ։ Նայեք, կոնկրետ մեր դեպքում ես ոնց ասած բոլորի համար չեմ կարող պատասխանել։ Մեր դեպքում մենք ներկայացրել ենք ոչ միայն պահանջագիր, հիմա ստորագրավակ ենք սկսել արդեն 3 ամիս է, որի տակ արդեն տասնյակ հազար մարդիկ են ստորագրել, եւ այդ ստորագրավակից բացի մենք մարդկանց տալիս ենք բուկլետներ, որտեղ սևով սպիտակով մանրամասը գրած է, թե որտեղ է գտնվում գումարը, ոնց կարելի է այդ գումարը կենտրոնացնել եւ ոնց կարելի է այդ գումարի հաշվին բարձրացնել թոշակները։ Խոսքը գնում է մոտավորապես տարեկան 170 միլիարդ դրամի մասին, որը մենք հստակ կերպով ցույց ենք տալի, որ կա բյուջեում այդ գումարը, բայց այդ գումարը մսխվում է, որտեղ այս մարդիկ այս ընթացքում իրենց անձնական աշխատավարձներն ու բոնուսներն են ավելացրել։ Ասում են մենք ձեզ խաղաղություն ենք բերել, չեք ուզում, բարեկեցիկ ապրենք, լավ հագնվենք։ Ես նույնիսկ չեմ էլ ուզում իրենց լկտիության հետ բանավեճի մեջ մտնել, որտեղ դա ասենց ասեմ, պատիվ չի բերում, էլի ցանկացած մտածելու ունակ մարդու։ Բայց ես կարող եմ ասել ուրիշ բան, որ իրանք ահռելի կերպով մեծացրել են օրինակ իրապահ համակարգը։ Գվարդիա են ստեղծել, տարբեր տեսակի ռազմականացված ներքին զորքեր են ստեղծել, մեծացնում են դա։ Բայց դեպքում ոնց է հանցագործությունների թվը այսպես օրեցօր։ Ամբողջ այդ մեքենան, այդ իրապահ համակարգի այդ ուռճացումը մի նպատակ ունի՝ պահել իրենց իշխանությունը։ Դա արան նպատակը չէ հանցագործության դեմ պայքարը, որովհետև մի կողմից իրապահ օրը ցերեկով իրեր վրա կրակում են, զոհեր են ունենում կենտրոնում։ Ընդհանրապես մենք օրինակ անցյալ տարի մամուլի ասուլիս տվեցինք եւ ցույց տվեցինք, որ վերջին 5 տարում, հատկապես վերջին 3 տարում, հանցագործությունների աճը, սպանությունների թվի աճը, ծանր եւ հատկապես ծանր հանցագործությունների թվի աճը տեղի ունեցել ահռելի կերպով։ Հատկապես շատ վատավիճակը թմրադեղերի եւ թմրանյութերի վաճառքի բնակավարում եւ այդ տեղել է բավականին ցավոք սրտի զարգացումներ ունենք։ Բայց դրան զուգահեռ հանցագործությունը աճում է, դրան զուգահեռ աճում է նաև իրապահ համակարգը, մեծանում է, նորանոր մարդկանց են ընդունում, շատ բարձր աշխատավարձ են ստանում, օրինակի համար 300-400 հազար կրտսեր սերժանտը աշխատավարձ է ստանում, եւ որ բանակում այդքան աշխատավարձ չի ստանում նույնիսկ սպան, որը կանգնած է սահմանին։ Այսինքն այս մարդիկ ամբողջ այդ բյուջետային համակարգ օգտագործել իրենց անձնական օգտագործման համար եւ օգտագործել իրապահ համակարգի ուռճացման համար։ Մյուս կողմից օրինակի համար այսպես կոչված վարչապետի հիմնադրամ կա, որի վրա եթե նախկինում 20-ից 30 միլիարդ էր կուտակում, հիմա դա թիվը մոտավորապես 90 միլիարդի է հասել։ Այսինքն իրենք դա են մեծացրել իրենց անձնական օգտագործման գումարները։ Հիշում եք, միայն դեկտեմբերին իրենք 3 միլիարդ դրամի չափով տարբեր տեսակի պարգևավճարներ էին բաժանել։ Այսինքն մենք հստակ կերպով ցույց ենք տալի, որ Հայաստանում հնարավոր է 50%-ով կենսաթոշակը բարձրացնել, այլ ոչ թե 10,000 դրամով, եւ դա պետք եւ այդ գումարները կան բյուջեում։ Այլ բան է, որ դրանք մսխվում են իրենց անձնական նպատակների համար եւ իրենց թիմակիցների իրենց նեղ շրջապատին ֆինանսավորելու համար։ Դուք որ գաք իշխանության պարգևավճար չեք բաժանելու, չեք ստանալու։ Ասեմ անկեղծությամբ, որ եթե պարգևավճարներ լինեն, նրանք կլինեն շատ ավելի համեստ եւ կլինեն այն մարդկանց, ովքեր ռեալ գործ են անում։ Օրինակ ես կարծում եմ, որ քաղաքական գործիչներին դրանից չի կարելի պարգևավճար տալ։ Քաղաքական գործիչները ես նկատի ունեմ, նրանք ովքեր քաղաքական կաշառք են վերցնելու, տալիս ենք, որ կաշառք չվերցնեն։ Նայեք, պետական աշխատողներին պետք է տալ պարգևավճար ու պրոֆեսիոնալ կերպով աշխատում են այդ գործի։ Մնացած, ովքեր ընտրություններով են եկել, նախարարների պաշտոններ են վերցրել եւ այլն, նրանք ելքը չպետք է ստանան ոչինչ պարգևավճար։ Հակառակը նրանք պետք է նրանց աշխատանքը շատ ուժեղ կերպով պետք է վերահսկվի, թույլ չպիտի տրվի, որ նրանք կաշառք վերցնեն ու չի կարող, եթե պարգևավճար չտան, կաշառքը վերցնեն այս տրամաբանության մեջ մտնել, որովհետև դուրս է գալի պարգևավճարը նույնպես կաշառք տալու ձև է։ Եվ պետական այրերը կաշառքը բաժանում են, որպեսզի իրենց այդ մարդկանց հավատարմությունը գնեն։ Դա էլ է կաշառքի մի ձև։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Մավելյան։ Հարգելի աստատիտողներ, մենք զրուցում ենք Հայաքվե քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մավելյանի հետ։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։